Ազատության հրապարակում շատ ուրախ ենք բոլորին տեսնել այստեղ։ Այսօր իսկապես որ շատ տոնական ու գեղեցիկ մթնոլորտ է ու տեսնում եմ Երևանի Ազատության հրապարակում մայիսի 10-ին նշվեց Եվրոպայի օրը։ ԵՄ Հայաստան ավելի մոտ, քան երբևէ խորագրի ներքո։ Յուրաքանչյուր տարի մայիսին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը Երևանում եւ մարզերում կազմակերպում է տարատեսակ միջոցառումներ նշելու Եվրոպայի օրը, որը միասնության, խաղաղության ու համընդհանուր արժեքների պահպանման եւ ստեղծման խորհրդանիշն է։ Տաղավարներում ներկայացված էին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող տարբեր կազմակերպությունների ծրագրեր, որոնք այցելուներին պատմում էին իրենց գործունեությունը, իրականացվող նախաձեռնություններն ու աջակցման ուղղությունները։ Լեռնային Ղարաբաղից տեղահանված Քրիստինե Բալայանի ընտանիքը Երևանում կարողացել է վերաբացել Թումանյանց արտ ընտանեկան ռեստորանը։ Ծրագրի շրջանակներում ես ավարտեցի Iris Business Incubator-ի ծրագիրը, հիմա մասնակցում եմ Iris Business Accelerator-ի ծրագրին, ինչա դա տալիս ինձ նախ այդ գիտելիքները, որպեսզի կառավարենք մեր բիզնեսը ճիշտ, ճկուն, առաջատար։ Միջոցառմանը մասնակցող կազմակերպությունները ներկայացնում էին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրեր։ Ուղղությունները բազմակողմանի են երիտասարդների կարողությունների զարգացման ծրագրերից մինչև Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցում։ Այսօր World Vision Հայաստանը, ինչպես ասեցի, էլի մի քանի ծրագրով է ներկայանում։ Ծրագրերից երկուսը կուզեի առանձնացնել։ Մեկը, որ ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի հետ համագործակցաբար է, որը մեծ խաղով ենք այսօր ներկայացել։ Եվ մյուս ծրագիրը, որի մակետը կտեսնեք, այդպես բավականին հետաքրքրություն է առաջացրել այցելուների շրջողների մոտ, սոցիալական տան մոդել է, որը իրականացնում ենք բնականաբար Եվրոմիության ֆինանսավորմամբ։ Մենք իրականացնում ենք մարդու իրավունքները փախստականների հետ եւ նրանց համար ծրագիրը, որը բազմաշերտ է, ներառում է իրավական աջակցությունից մինչեւ կարողությունների զարգացման ճամբարներ երիտասարդների համար մարդու իրավունքների թեմաներով, համայնքային խորհուրդների ստեղծում, ինքնօգնության խմբեր Հայաստանի տարբեր մարզերում։ Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը միջոցառման ընթացքում հայտարարեց, որ Եվրոպայի օրը միասնություն եւ համագործակցություն է խորհրդանշում։ Today at our Info Fair you will meet people who strive to create opportunities to make Armenia more prosperous, more democratic, more secure. Together you show what the partnership between the European Union and Armenia looks like in practice, with concrete achievements, shared values and a commitment to build a better future for all. Այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու եվրոպական տարբեր երկրների մշակույթին։ Ազատության հրապարակում ներկայացված էին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող 38 ծրագրեր։